ավելի լավ է ամուսնացի, քան սրանով զբաղվի։ Ես այս դարում ուղղակի զարմանում եմ, որ այդպիսի մթության մեջ ապրող մարդիկ կան։ Օրերի ընթացքում կար, որ դու սիրավեպ ունես Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը եւ մի քանի օր հետո Ռաֆայել Երանոսյանի հետ։ Մարդիկ կան, ովքեր մի վայրկյանում մի հարվածով, մի խոսքով ամեն ինչ գցում են ջուրը։ Անհավանական վերնագրերով կարող ես հայտնվել դեղին մամուլում։ Պարկել եմ այսպես վատ կոմենտների պատճառով։ Ինչ հարաբերություններ ունես այն դերասանների հետ, որոնց հետ նախագիծը ավարտվել է։ Տարաձայնություններ ունեցել եմ, ես ասում եմ, միշտ բանակ էր ամենասկիզբում։ Ritual Beauty Salon-ի կողմից քեզ նվեր ունենք։ Շնորհակալ։ Ես վստահ եմ, մեկ անգամ օգտվելուց հետո դու շատ հավանելու ես։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդաշրջանակներում այսօր մեր տաղավարում է գեղեցկուհի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ մենք կարող ենք անցնել դուի, որպեսզի ավելի անմիջական լինի շփումը։ Միանշանակ, որովհետև դուքով պատասխանները միանգամայն տարբերվելու են դուի պատասխաններից, դուն ավելի անկեղծ կլինի։ Հիանալի։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին մենք առաջին անգամ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ հենց այս նույն հաղորդաշրջանակներում հանդիպում ենք եւ հարցազրույց իրականացնում, բայց չի լինում։ Եվ վերջապես 2025 թվականի դեկտեմբերին 2 տարի անց կայացավ այս հարցազրույցը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ես էլ եմ շնորհակալ, որ այսքան դիմացել եք։ Գործունեությունից եք խոսենք, որովհետև այս պահին, եթե չեմ սխալվում, զբաղվածություն չունեք որևէ նախագծում։ Ինչպես անցնում առօրյան Ժաննայի։ Այո, չունեմ զբաղվածություն։ Չեմ կարող ասել, որ երկար ժամանակ է, երևի կես տարի է, որ ընդհանրապես չունեմ նկարահանումներ ու դեռ պլանավորում եմ չունենալ։ Ահա։ Մի փոքր հանգստանալ, լցվել, փոխվել եւ քանի որ չեմ սիրում նույնը լինել էկրանին, երբ որ զգամ արդեն ժամանակն է, ինչ որ մի նախագծում կարծում եմ կլինեմ։ Հիմնականում դերասանուհիները, որոնք մի շրջան նկարահանումներ չեն ունենում, ունենում են Instagram-յան էջ, որտեղ կարողանում են գումար աշխատել, ինչ որ գովազդներ անել, բայց դու ունեք կախվածություն չունես նաև Instagram-ից։ Նույնիսկ այս պայծրությամբ Instagram-յան էջը ակտիվ չէ։ Ինչպես ես կարողանում ապրել այս ընթացքում։ Ես նախ աշխատում եմ, մի փոքր փոխել եմ գործունեության ոլորտը, չէ, ոլորտը նույնն է, բնույթը, բայց դրա մասին դեռ հիմա չենք խոսի, որովհետև ես չեմ սիրում նախապես ինչ-որ բան ասել։ Կպատմեմ, երբ որ կկարողանամ պատմել գործով։ Ահա։ Instagram-ս այո, пассив է արդեն երկար ժամանակ է։ Եվ հետևորդներ եմ կորցրել։ Instagram-ս էլ կա իր տեղում, ուղղակի ես առհասարակ ոչինչին այդպես եռանդով չեմ վերաբերվում այս շրջանում։ Մի փոքր ամեն ինչն էր պաուզայի վրա, բայց հիմա քանի որ քեզ մոտ եկա, մուտքի մոտ դու ասիր ինչ ակտիվ ես, ու ասացի, որ ես իսկապես երբեք ակտիվ չեմ եղել այսքան, կարծում եմ ինչ որ նոր ակտիվության փուլ է սկսվում։ Այս ժամանակաշրջանում մարդիկ հիմնականում սցենարիստները, ռեժիսորները ֆոլոուերների քանակով են ընտրում դերասանուհուն, թե ինչ նախագծում պետք է ներգրավվածություն ունենա, ու հետաքրքիր է, որ դու пассивացրել ես եւ չես էլ մտածում դրա մասին։ Դու ո՞նց ես այս պահին այս ամեն ինչում առաջ գնում, հա, եւ քո տեղը պահպանում։ Նախ շնորհակալ եմ, որ այդպես ես կարծում, որ պահպանում եմ։ Առհասարակ ես չեմ սիրում տրվել հոսանքների։ Այսինքն եթե գնահատում են այդպես, ես պիտի պարտադիր, այդպես դու ինչ որ մրցավազքի մեջ ես մտնում ու կորցնում ես ինքդ քեզ, քո դեմքը, քո իրական էությունը ու սկսում ես արդեն այդ պատճառով եղավ այս գլոբալիզացիայի հետևանքը եւ մարդիկ նմանվեցին իրար։ Ես կարծում եմ բավականաչափ աշխատանք ունեմ արած, թեպետ եւ ոչ մեկից այդքան գոհ չեմ եւ երբեք չեմ արել այն, ինչ կցանկանայի կամ միգուցե կկարողանայի անել, բայց կարծում եմ, որ Instagram-ով չպիտի որոշեն, ես պիտի լինեմ իրենց նախագծում, թե ոչ։ Այդ դու շատ ինքնակնդադատ ես։ Ինչի քո դերակատարումներից գոհ չես։ Քո կատարած աշխատանքներից ինչ որ չափով գոհ չես, այսպես ասենք։ Չէ, ինչ որ չափով գոհ եմ, ինչ որ չափով, բայց ոչ լիարժեք։ Այո, ինքնակնդադատ եմ շատ, որովհետև կարծում եմ առանց դրա չես կարող ունենալ աճ որևէ բանում, թե անձնային աճ, եթե ուշադրություն դարձնեք, որ այն մարդիկ, ովքեր կյանքի ընթացքում չեն փոխվում եւ
միշտ պահպանում են իրենց այն որակները, որոնք հենց իրենց են վնասում, այդ մարդիկ ունեն մեկ ընդհանուր գիծ։ Նրանք կրիտիկա չեն ընդունում։ Լինի դա մտերիմ ընկերուհին, լինի դա քույրը, չգիտեմ, ուսուցիչը, այդ մարդիկ ասում են ոչ։ Դու ինձ իրավունք չունես ասելու, ես ինչպիսին եմ, դե ես աշխատում եմ այդպիսին չլինել, լսել եւ ունեմ մարդիկ, ում կարծիքը ինձ համար շատ կարեւոր է եւ ինքս է աշխատում միշտ ուշադիր լինել, որպեսզի հնարավորինս շտկեմ թե որպես մարդ, թե աշխատանքում։ Խոսքումդ նշեցիր, որ այս շրջանում շատ ակտիվ ես, ինչ որ փոփոխությունների հետ է դա կապված, ինչ այս շրջանում կարող ես։ Այս շրջանը 2 օր է սկսվել։ 2 օր է։ Կարող ենք խոսել այդ շրջանի մասին, թե դեռ վաղ է։ Կարող ենք խոսել։ Ինչ շրջանի մասին է խոսքը այդ։ Ես չգիտեմ, կարող է ես այսօր այսպեսին եմ, բայց երեկոյան գնամ նորից վերադառնամ իմ пассив էներգետիկ վիճակին։ Ես կարծում եմ ինչ որ փուլից հետո եմ ես հիմա։ Եվ նաև կյանքային իրադարձությունների ինչ որ փուլից ես հիմա հետո եմ։ Մենք կարող ենք դա կապել այս կես տարվա դադարի հետ, որ այդ շրջանում ինչ որ լրիվ ուրիշ հոգեվիճակում ես եղել եւ նոր սկսել ես նաև ցանկանալ նախագծերում ներառվել եւ այլն։ Այո, շատ ճիշտ նկատեցիր։ Ամեն ինչը կապված էր իրար հետ եւ դադարը եւ այս հիմիկվա նոր ես։ Դու շատ էմոցիոնալ մարդ ես իմ կարծիքով։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ։ Շատերին թվում է թե անտարբեր եմ, բայց եթե հարցը հասնում է իմ էմոցիաներին, այդտեղ էմոցիաները չափոսահման չունեն։ Իսկ էմոցիոնալ լինելը քեզ խանգարում է թե օգնում է։ Մեծամասամբ, այսպես տարբերակենք, մեծամասամբ օգնում է թե խանգարում։ Երևի խանգարում է, բայց նաև առանց դրա ես չեմ պատկերացնում կյանքը, որովհետև ուրիշ կյանքի իմաստ դեռ չեմ տեսնում էմոցիաներից զատ։ Դու եթե դու ապրում ես, դու պիտի տարբեր ամբողջ գունապնակը ոնց որ էմոցիաների զգաս, բայց գործունեության մեջ եւ շատ տեղերում խանգարում է։ Քո մասնագիտության, առաջին մասնագիտության հետ կապված մտադրություններ ունես, որ հետագայում կարող ես շարունակել այդ ոլորտը ուսումնասիրել եւ քեզ այդ ոլորտում էլ գտնել, թե դա դրել ես մի կողմ։ Դա շատ հետաքրքիր, կարևոր եւ անծայրածիր ոլորտ է եւ կարծում եմ կգա պահ, երբ ես արդեն կտեղափոխվեմ այդտեղ։ Կարծում եմ Սիրում ես հոգեբանությունը։ Բացի այն, որ հիմա շատ ակտուալ է դա դարձել։ Ակտուալության հետ մեկտեղ նաև շատ վարկաբեկված, որովհետև շատ մարդիկ ուղղակի ինքնահռչակ հոգեբաններ են եւ կամ մեկ սեմինարի մասնակցած։ Ինչ որ մասը էլ ողջ գիտությունը դատում է այդ մարդկանցով։ Առհասարակ իմ չսիրած երևույթն է, երբ ինչ որ բան դատում են մարդկանցով, որովհետև մարդիկ տարբեր են եւ չի կարելի ընկերությունը, նույն ընկերությունը, այդպեսի թանկ բան է, ինչ որ մեկ վատ ընկերն ունեն, ասում են ընկերություն չկա։ Մարդկանցով չի կարելի դատել։ Իսկ դու քեզ ավելի շատ որպես հոգեբան ես ընկալում, թե դերասանուհի։ Ես չեմ ինձ ոչ մի որակավորում ինչ որ տալիս, ես չեմ սիրում ինձ ասել, ես ինչ որ մասնագիտության կրող եմ կամ ինչ որ ես ուղղակի ես եմ, ինչ որ բաներ եմ կարողանում։ Վստահ եմ ինչ որ տեղեր ծանոթանում եք, բարև, ես Ժաննան եմ եւ հարցնում մասնագիտությամբ ով եք դուք։ Ձեր պատասխանը առաջինը, որ միշտ տալիս եք դերասանուհին, թե հոգեբան։ Այո։ Ավելի շատ ասում եմ զբաղվում եմ այսինչ բանով։ Չեմ ասում ես այսինչ մասնագետն եմ, որովհետեւ դրան էլ է երևի պետք արժանանալ եւ կամ առհասարակ չեմ սիրում ես ինձ ինչ որ որակավորումներ տալ։ Նաև հետաքրքիր է դու ոնց ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր շատ են տարանջատումը դնում դերասանուհի չի կրթության, բայց ինքը խաղում է օրինակ ինչ որ նախագծերում, այ պարտադիր է դերասանության մեջ կրթությունը։ Մինչ օրս ես դա լսում եմ ու ես երևի առաջին տեղում եմ, ում դա անընդհատ ասում են, որովհետև էլի կան մարդիկ, ովքեր չեն ունեցել կրթություն եւ զբաղվել են սրանով, բայց նույնիսկ բոլորը մոռացել են այդ մասին։ Երևի որովհետև ինքս եմ դրան նշանակություն տվել եւ փորձել այդ բացը անընդհատ լրացնել, տարանջատել ես մարդկանց առհասարակ չեմ տարանջատում ինչ որ արտաքին ֆակտորներով, այսինքն ինձ համար կարևոր է դա ինչպիսի մարդ է, ինչ բարոյականություն ունի եւ թեկուզ այդ նույն հարցին ինչպես է վերաբերվում, այսինքն չունի կրթություն եւ փորձում է դա լրացնել, թե միևնույն է իրան այդ ինքնահռչակ ինչ որ ֆրազաներով եւ վարքով ապրող մարդ է։ Ավելի անձնային որակներով եմ
տարանջատում եւ եղել են մարդիկ, ովքեր չեն ունեցել կրթություն, ես աշխատել եմ եւ շատ ավելի հաճելի խաղընկեր են եղել եւ եղել են մարդիկ, ովքեր ունեցել են եւ լիքը մասնագիտական բացեր եմ տեսել։ Բայց մի հետաքրքիր բան պետք է առանձնացնեմ։ Շատերը, ովքեր դերասան չեն կրթությամբ, իրանք մնում են ինչ-որ մի մակարդակում, բայց քո դեպքում այդպես չի։ Եվ ավելի լավ նախագծերից են քո առաջարկները լինում։ Իրականում սերիալում նկարահանվելը շատ դժվար է։ Եվ ես վստահ եմ, շատ մարդիկ, ում բախտը բերել է եւ միշտ աշխատել են պրոֆեսիոնալ ռեժիսորների հետ, որովհետեւ դա շատ կարեւոր է, երբ քո պլաշատկայի ղեկավարը պրոֆեսիոնալ է եւ նա գիտի ում ոնց կառավարի, ում պոտենցիալը ոնց արտահայտի։ Այդ մարդիկ, եթե հայտնվեին սերիալային նկարահանումներում, նրանք չէին դիմանա ոչ այդ ռեժիմին, ոչ 2 տարի նույն կերպարը կերտելու ծանրությանը։ Բայց ինչ վերաբերում է ինձ, նորից շնորհակալ եմ այդ կարծիքի համար, կարծում եմ էլի այդ պատճառը ինքնակնդատությունն է եւ աշխատանքը։ Ինքնակնդատություն, աշխատանք, սթափություն, չկուրանալ, մարդիկ հաճախ կուրանում են եւ իրենց դատում են պահի տակի ինչ որ դիտումներով կամ լայքերով, բայց դա եթե կործանիչ բան է, երբեք չի կարելի նման բանել, որովհետեւ դա ընդհանրապես պահ է եւ հանգամանք է։ Դու պիտի կենտրոնանաս միշտ քեզ վրա։ Այսինքն դու ամուր կանգնած ես, քո մասնագիտական որակները իրոք որակներ են, թե այդ հայտնիությունը, այդ աղմուկը քեզ կտրել են իրականությունից։ Պիտի ուղղակի չկտրվես, սթափ լինես եւ չդադարես աշխատել։ Քեզ հիշում ես առաջին օրը նկարահանման հրապարակում եւ արդեն բավականին հայտնի դերասանների հետ նույն հարթակում։ Ինչ էիր ապրում այդ ժամանակ։ Ես շատ ուրախ էի, որովհետեւ դա իմ երազանքն էր։ Հուզվածություն կար, ամաչկոտություն, որ յոմոչում եմ։ Չէ, դա հետո եկավ։ Ինչքան լուրջ ես սկսեցի մոտենալ, ինչքան սկսեցի ինքս ինձ վրա աշխատել, այդքան ավելացավ եւ կասկածը, ամաչկոտություն չեմ կարող ասել, եւ լարվածությունը, դրանք ավելացան տարիների ընթացքում, եւ անվստահությունը։ Առաջին նախագիծը դժվար ապրուստն էր։ Եթե չեմ սխալվում, կողը սխալվում եմ։ Դրանով են ճանաչել, այո, մարդիկ։ Հետաքրքիր է առաջին անգամ նկարահանման հրապարակում ում եք տեսել, որ ուրախացել եք եւ մտածել եք Աստված, ես չեմ հավատում, նույն նախագծում իր հետ եմ։ Երևի Հովանեսյան Արամին, ողջունում եմ Արամին, նրան ես էկրանից շատ էի սիրում։ Եվ շատ ուրախ եի, որ աշխատելու եմ նրա հետ, հիշեցի այ հիմա վառ այս հարցը որ չտայր, ես առհասարակ ապրած անցած էմոցիաները չեմ հիշում։ Բայց հիմա շատ լավ հիշեցի, թե երբ Արամին մոտիկից տեսա այդ պահը, թե երբ առաջին իմ նկարահանումից այդ մեր գազելով վերադարձանք Armenia TV, ես այսպես նայեցի այդ Armenia TV գրածին, ասեցի ես իրոք այստեղ եմ հիմա։ Ու այդ էմոցիան եմ շատ լավ հիշում ու մինչև հիմա նկարահանումներին այդպես վերաբերվելը դա պահպանել եմ։ Երբեք ինձ համար չդարձավ սովորական եւ ձանձրալի։ Էմոցիաները նույնն են մնում այդ առումով։ Իսկ նախագծերը հետագայում, որ արդեն գնալով ավելի լավանում, հետաքրքրանում, որը կառանձնացնես, որ իսկապես նկարահանման օրերդ կարոտով հիշում ես։ Քանի որ իմ նախագծերը ես այս վերջին տարիներին մտածելով եմ ընտրել եւ հաշվի առնելով թե իմ կերպարը, թե պատկերացնելով ինչպիսին է լինելու process-ը, բոլորի հանդեպ ունեմ շատ լավ վերաբերմունք, թե դեպի ճամբարի այդպես յուրահատուկ ատմոսֆերա էր այնտեղ, որովհետև միասին էինք ապրում եւ դա մի այլ բան է։ Թե սյուրպրիզը հետագայում որ եղավ, հետո ջիմին, հետո օջախի աղջիկը, հումորայիններում եմ այս վերջին 7 տարիների ընթացքում բոլորել, բայց ճամբարը, քանի որ առաջինն էր հումորային նախագծերից ու շատ սիրված, մինչև հիմա շատերը նայում են կամ վերանայում են։ Եվ կերպարս էի շատ սիրում, եւ թիմին դեպի ճամբարը։ Ժաննա, հետաքրքիր է նաև դու ինչ հարաբերություններ ունես այն նախագծի դերասանների հետ, որոնց հետ արդեն վաղուց օրինակ նախագիծը ավարտվել է, մինչև հիմա շփումը կա բոլորի հետ։ Բոլորի հետ ոչ, որովհետև ես առհասարակ շատ շփումների սիրահար չեմ, մեծ կամպանիաների եւ շատ մարդկանց, ես միշտ ընտրում եմ ինձ համար ինչ-որ մեկին եւ այդ շփումները երկար են տևում։ Նախագծերում միանշանակ մեծ թիմերի դեպքում լինում է, որ նաև տարաձայնություններ է լինում։ Քեզ հետ նման բաներ պատահել է եւ ինչքան է այդ տարաձայնությունը տևում։ Օրինակ եղել է քո պրակտիկայում դեպք, որ ինչ-որ
խոսակցություն է եղել ու դրանից հետո ձեր շփումը իրոք դադարել է եւ ել չեք շփվում։ Տարաձայնություններ ունեցել եմ ամենասկզբից, որովհետև եկել եմ անծանոթ այդ ոլորտին, անծանոթ այդ անցուդարձին, մարդիկ տարբեր են, ամեն մեկը ինչ որ իր եղել է փուլ, որ փորձել են ինքնահաստատվել։ Ամենասկիզբը կարող եմ նշել, ամենասկիզբը, ամենաուժեղ, ես ասում եմ միշտ բանակ էր, ամենասկիզբը, որովհետև դե մենք էլ փոքր էինք, 23-24 տարեկան, հիմա ընդհանրապես հասկանում եմ, որ 23-24 տարեկանը երեխա է եւ միանգամից մտնել ինչ-որ մի հատ մեծ աշխարհ, անծանոթ աշխարհ, իրականում դրան պետք է դիմակայել։ Երբ որ մեջն ես լինում, դու չես հասկանում։ Բայց այդ շրջանում եղել են ինչ-որ տարաձայնություններ կապված շատ բաների հետ։ Իհարկե բնականաբար, երբ որ դու պատրաստ ես այդ ամենին, դու էլ չունես այդ պրոֆեսիոնալիզմը եւ դու էլ ես անում սխալներ եւ մի խոսքով այդ բախումները բնական են, հետագայում այդպիսի վառ կոնֆլիկտներ չեմ կարող հիշել ու առանձնացնել, առհասարակ կոնֆլիկտային պահեր, եթե եղել են, դրանք եղել են պահեր ուղղակի։ Մեծ բաների մեջ անդրադարձել։ Շփման վրա ոչ։ Եթե նույնիսկ անդրադարձել է, գրել է շատ ժամանակավոր բնույթ, այսինքն այստեղ ունեցել են կոնֆլիկտ, ինչ որ մի հատվածում օրինակ դադարել է շփումը ու առհասարակ ես բոլոր իմ շփումների մեջ սիրում եմ այդ պաուզաները, որովհետև պաուզան շատ կարևոր բան է յուրաքանչյուր բանում, հատկապես շփման մեջ, որովհետև այդ պաուզան թե ինչպես կպահեն այդ երկուսը, այդ պաուզան, դա ասում է թե ինչ ապագա ունի այդ հարաբերությունը եւ ինչի է արժանի այդ հարաբերությունը, այսինքն եղել են մարդիկ, թեկուզ ընկերական շրջապատում, ես չեմ խոսել 6 ամիս, բայց մենք երկուսս էլ 6 ամիս ուղղակի մարդիկ գուշակել են, որ մենք չենք շփվում եւ մենք երկուսս էլ թույլ չենք տվել օրինակ, որ մյուսից խոսեն այդ շրջապատում, օրինակ, բայց ցանկացած հարաբերություններում կլինի աշխատանքային, կլինի ընկերական, կլինի սիրային, պաուզան որոշիչ է թե հետագան ինչպես կընթանա։ Քանի որ այս թեմային անդրադարձել, ես վստահ եմ խոսքը Էլեն Ասատրյանի հետ շփման մասին է, ու նաև հետաքրքիր է, որ համացանցում հենց փորձում եմ Ժաննա Բուտոլյան անունը գրել եւ հարցազրույցներն է գալիս, միշտ վերնագրերը այսպես է, որ Ժաննա Բուտոլյանը Էլեն Ասատրյանի հետ կռվելու մասին եւ այլն, անպայման վերնագրերում Էլեն Ասատրյանի անունը շոշափվում է։ Նախ չես հոգնել անընդհատ, որ այդ հարցը տալիս են, ու հիմա ես էլ եմ այդ հարցը տալիս, եւ հետաքրքիր է, այ ոնց հարթվեց այդ ամենը եւ վերջերս էլ նաեւ հաղորդում եմ տեսել ձեր մասնակցությամբ, երկուսի մասնակցությամբ, որ դուք ընդհանրապես կարող եք մեկ բառ ասել եւ հայացքով այդ մեկ բառից իրար հասկանալ, դա նշանակում է, որ կատարել ընկերություն է, էլի այդտեղ լինում։ Ես չեմ հոգնել այդ հարցից, որովհետև միշտ կիսատ եմ պատասխանում, միշտ ինչ որ ասում, Երանի ես էլ ասեի, որովհետև որպեսզի մարդիկ ամբողջական պատկերացնեն, որ այդտեղ ոչ մի ինչ որ բան չի տեղի ունեցել, օրինակ դավաճանություն կամ ինչ որ տհաճ մի բան։ Դա եղել է ուղղակի ինչ որ մանկական տարաձայնություն, այդ 6 ամիսը այո նրա մասին էր եւ մեկս մյուսից ոչ միտեղ ոչ մի վատ բան չենք խոսել եւ հետագայում էլ ավելի ամուր ընկերություն ենք կարողացել շարունակել եւ հարստացնել նաեւ, այո, մենք իրար մի հայացքից հասկանում ենք եւ քանի որ այս տարիների ընթացքում ընդհանուր հումորներ ունենք, դա էլ արդեն այդ խաղում մեզ օգնել։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային պաուզաներին, ինչի այդ պաուզաներն էլ են շատ լավ ընթացել, որովհետեւ ինչքան էլ վատ բան լինի, ես չեմ մոռանում լավը։ Այսինքն եթե մարդը ինձ մեկ լավ բան է արել, ես միշտ կառաջնորդվեմ իր հանդեպ ինչ որ բան անելուց այդ լավով։ Մարդիկ կան, ովքեր մի վայրկյանում մոռանում են ինչպիսին ես դու եղել եւ մի հարվածով, մի խոսքով ամեն ինչ գցում են ջուրը։ Ես չեմ հարգում այդպիսի մարդկանց եւ սարսափում եմ այդպիսի մարդ լինելուց, այսինքն ես միշտ կենտրոնացած եմ, որպեսզի չմոռանամ եւ գնահատեմ, թե ինչ է ինձ համար արվել։ Իհարկե, մարդիկ էլ կան, ովքեր ինչ որ լավ բան անում են հետագայում ասելու համար եւ օգտագործելու դա հաճախ որպես մանիպուլյացիա, որ ես լավ բաներ եմ արել, բայց խոսքս դրա մասին չի։ Խոսքս քո մասին է, որպես արդար գնահատող դիմացին, արդյոք նա արժանի է այս վերաբերմունքին, այս ներմանը, այս չներելուն։ Մի խոսքով պետք է ուշադիր ապրել։ Իզուր չշեշտեցի, որ նաև չներելուն, որովհետև շատ նուրբ սահման է, պետք է էդ էլ հասկանալ, արդեն դու ինքդ քեզ վրայով ես անցնում այդ ներելով, թե դու այդ արդար գնահատողն ես։ Եվ ուշադիր լինելը այդտեղ էլ է նաև օգնում։ Իսկ շատ են եղել դեպքեր, որ դու ուղղակի այդ մարդկանց հանել ես քո կյանքում եւ չես էլ ներել երբեք։
Ես չեմ հիշում մի դեպք, երբ մարդը իմ հանդեպ ինչ-որ բան արած լինի եւ ես դա չսպասեմ նրանից։ Այն մարդիկ, ումից ես չեմ սպասել, նրանք երբեք ես նրանցից չեմ տեսել ոչ դավաճանություն, ոչ սուտ, ոչ էլ ինչ-որ ինձ ցավեցնող մի բան։ Ովքեր արել են, ես սպասել եմ։ Ճիշտ է, դա չի պակասեցնում հարվածի ուժգնությունը եւ չի պակասեցնում քո վատ էմոցիաները, որոնք դու ապրում ես այդ պահին, բայց միևնույն է, ինչ որ չափով եթե դա կանխատեսված բան է, արդեն նաեւ այդ կյանքից ջնջելը այդպես կտրուկ չի լինում։ Բայց եթե դու սպասում ես ինչ որ մեկից նման բան, ո՞նց է շարունակում շփումը։ Թե դու պետք է ինքդ համոզվես մինչև վերջ, որ չսխալվես։ Էմոցիան այնպեսի բան է, որ անկանխատեսելի է։ Դու միևնույն է այդ մարդուն լավ ես վերաբերվում, մտածում ես, որ ընդունակ է նման բանի, բայց չես ուզում հավատալ, մտածես, չէ, էլի, չէ, չի անի ամեն դեպքում, բայց երբ որ անում են, արդեն գիտես, որ այդ կտրուկ ջնջելը այդ պահին չի լինում, ասենց գիտեիր, դանդաղ, ինչ որ դանդաղ հեռանում եք իրարից ու արդեն այդպես է մաքրվում տոքսիկը մարդու կյանքից, մաքրվել են։ Անդ մարդկանց բացակայությունը քո կյանքում ինչպես է անդրադառնում հենց քո վրա։ Նայած մարդու Ֆիզիկական բացակայության մասին չի էլի խոսքը։ Երբ որ ամբողջ օրը կարող եք միասին լինել ինչ-որ շրջան եւ այդ շփումը դադարում է կամաց-կամաց, թե երբ որ կամաց-կամաց է լինում արդեն։ Ամենավատ բացակայությունը, երբ որ մարդը կա, բայց չկա։ Ամենավատը մարդիկ կոնկրետ ինձ վրա չասեմ, ես այդ թվում, բայց մարդիկ էլ բոլորը, երբ որ դու կարծես թե ունես ինչ որ մտերիմ ընկեր, կարծես թե ունես շատերը ինչ ուզում է լինի յուրաքանչյուր հարաբերություն, որովհետեւ կա ֆիզիկապես, բայց հոգեպես չկա։ Մենք կարող ենք մտածել, որ մարդկանց բացակայությունից էլ է գալի, որ ինչ որ շրջան որոշում է սոցցանցերի մեջ պետք է չլինես։ Չէ, ավելի ինքս իմ ինչ որ ներքին process-ների հետ է դա կապված, երբ որ դու ինչ որ process է քո ուղեղում եւ հոգում կատարվում, երբ դու պիտի դառնաս նոր մարդ, որովհետեւ այս նոր փուլում այն հին մարդը չի կարող գոյատևել, դու այդ process-ների հետ է միշտ կապված լինում, ես միշտ ինքնամփոփ կյանք եմ վարում, ներքին շատ բուրըն process-ների մեջ, հետո արդեն գալիս եմ նորովի։ Ժաննա, արի անցնենք հիմա կոմենտներին։ Վերջապես եւ հասկանանք կոմենտներին սկզբնական շրջանում ինչպես ես վերաբերվել եւ հիմա ինչպես ես վերաբերվում, որովհետեւ այնպես է ստացվել, որ դու լրատվականների կողմից մշտապես լինում ես ուշադրության կենտրոնում եւ անհավանական վերնագրերով կարող ես հայտնվել դեղին մամուլում։ Իրականում հիմա երբ որ իմ մասին ինչ-որ բան գրում են կամ թեկուզ այս ինտերվյուին որ դու ինձ կանչես, ես զարմանում եմ, ասում եմ, որովհետև ինչ պիտի խոսենք, ես այնքան պասի եմ այս շրջանում, ես չեմ պատկերացնում ինչ պիտի խոսեմ, բայց փաստորեն կար խոսելու բան, ինչպես եմ վերաբերվում։ Նորմալ, այդպես պիտի լինեն վատ կոմենտները։ Բայց սկզբնական շրջանում էլ ես այդպես տենց տրամադրված եղել, որ չէ, շատ ծանր եմ տալ, պարկել եմ այսպես վատ կոմենտների պատճառով, բայց հիմա դա պիտի լինի, դա չի կարող չլինել։ Իսկ այնինչ նորմալ է, դրան չես կարող ունենալ ինչ-որ բուրըն ռեակցիա, դա նորմալ է։ Բայց հիշում ես ինչ կոմենտ ես կարդացել, որ մինչև հիմա տպավորվել ա մեջդ ու իրոք ծանր ես տալու։ Ես ծանր եմ տալել մի հատ այդպիսի հոդված կար, որ ես իբր անճաշակ եմ, բայց ես մտածել էի, պատրաստվել էի, որպեսզի այդ ֆիլմին իբր թեմատիկ հագնեմ, ես այդպես չեմ հագնվում իրական կյանքում ու մի խոսքով այդպես արձագանք էր ստացել։ Իրականում մինչև հիմա ես համարում եմ այն մարդիկ, ովքեր դեղին մամուլի ներկայացուցիչներ են եւ փորձում են ինչ-որ մեկ այլ մարդու անվան վրա հավաքել այդ դիտումներ, դիտումներ, լայքեր, չգիտեմ, գումար, ամեն դեպքում ես համարում եմ, որ նրանց անձնային որակները լավը չեն։ Հաստատ լավ մարդը չի կարող ուրիշի անվան վրա ինքը իրեն հաջողություն վաստակել։ Բայց ես մտածում եմ, որ եթե ոլորտը դա պահանջում է եւ ամբողջ աշխարհում կա, ուրեմն թող լինի, պիտի լինի նաեւ մեզ մոտ։ Մի ընթացք շատ անձնական կյանքի տեին, հա, տենց կապրում, այսպես ասած։ Հավատա ես շատ բան չեմ էլ տեսել հիմա։ Ուրեմն օրերի ընթացքում կար որ դու սիրավեպ ունես Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի եւ մի քանի օր հետո ես տեսնում եմ որ արդեն կապ կա Ռաֆայել Երանոսյանի հետ։ Հակառակը, առաջինը Ռաֆոն էր, քանի որ սկզբից նկարահանվել եմ ճամբարում, հետո եղել են հանրահավաքները։ Ըստ իրադարձությունների, այսինքն եթե ես ոնց ես հասցնում միանգամից հասկանում եք ես դու չես ծիծաղում այդ հոդվածների վրա։ Ես չեմ
ծիծաղում, բայց ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են դրան։ Այսինքն բոլոր մարդիկ, այս ոլորտի ներկայացուցիչները, եթե նկարահանվում են տվյալ մարդու հետ, հաջորդ օրը գրվում է, որ նրանք ունեն իրավունք ու մի ստվար զանգված դրան հավատում է։ Ինչպես կարող եք հավատալ դրան դեռ։ Կամ ինչպես կարող եք վերնագրով առաջնորդվել։ Չգիտեմ, ով մերկ չեն բացում ու դրան են հավատում, չէ՞, հասկանում եք, իրենք են տուժում։ Դեռ դու անընդհատ ինչ-որ տատանումների մեջ ես, վայ, այնս ինչ է, այն ինչ է, դու անընդհատ ուրիշի կյանքի մեջ ես եւ ոչ հավաստի տվյալներով։ Մի բան եմ շատ նկատել, որ տեսողական խաբկանք եւ մանիպուլյացիա գոյություն ունի լրատվության մեջ, որ ինչ որ նյութ են դնում, Ռաֆայել Երանոսյանը խոսել է անձնական կյանքի մասին, օրինակ, կամ ինչ որ դերասան ցավոք մահացել է, նրա դստեր գրառումը Եվ քո հետ են լուսանկար դնում։ Ահա, կա նման բան, նույնիսկ մի անգամ հոդված կար դաժան սպանություն մասիվում, եւ իմ լուսանկարները դրա հետ ընդհանրապես կապ չունեին։ Ու պատկերացնում եք, մարդկանց մտերիմները տեսնում են։ Եվ ես այդ նկարի պահը նկատել եմ։ Այդպես է, իսկապես շատ adekvat եմ վերաբերվում այդ ամենին։ Գիտես, մենակ ինչ պահով եմ նյարդայնանում, որ այդ մարդիկ բավարարվում են այդքանով, այսինքն կեղծ եւ տարիներ շարունակ նույնատիպ վերնագրերով եւ հոդվածներով։ Նրանք բավարարվում են եւ այդ ոլորտը չի զարգանում։ Այսինքն բոլոր այդ սիրավեպերը, որ դու նշեցիր, բոլորը սուտ էին, այնինչ լրագրողները եթե մի փոքր ավելի շատ աշխատեին, կարող էին իրական բաներ գրել եւ երբեք նման բան չի եղել։ Եւ շատերի պարագայում ուղղակի այսպես բազմոցին նստած ինչ նախագիծա միասին են խաղում եւ դա գալիս է նրանից, որ հերոստադիտողը, ընթերցողը բավարարվում է դրանով։ Այդ պահով նյարդայնանում, որովհետեւ հետաքրքիր չի, չեմ ուզում, որ ոլորտը սպառվի, իսկ շատ ոլորտներ դրա պատճառով սպառվել են եւ ապրելը անհետաքրքիր է դարձել։ Բայց նաև դու երբեք աչքի չես ընկել քո անձնական կյանքը բացահայտ հրապարակելով, հետաքրքիր է, չեմ ասում իհարկե մանրամասներ պատմում ես, ոչ մանրամասն պետք չի, եթե իհարկե դու չես ուզում, բայց ինչ վիճակում է այս պահին քո անձնական կյանքը, կա մարդ։ Ոչ չկա, մենք ունեցանք հստակ պատասխան։ Կարճ, կոնկրետ, հստակ։ Բայց լինելու դեպքում հետևորդները կիմանան դրա մասին։ Հատուկ չէ, որովհետև իսկապես չեմ սիրում անձնականով ունենալ այդ պահի խայպը, բայց նշաններ կլինեն, որովհետև շատ դեպքերում միայն անձնականի վրա է հիմնված։ Այո։ Ես չեմ ուզում դա անել, ես ուզում եմ անել դա գործով, բայց հատուկ էլ չեմ թաքցնի, չգիտեմ։ Դեռ չեմ ունեցել բացահայտ հարաբերություն, որի մասին մարդիկ կիմանան։ Լինելու դեպքում կարծում եմ թաքցնելը դժվար կլինի։ Շատ լավ։ Ես այսօր կոմենտներ եմ առանձնացրել։ Դրա վրա եմ զարմանում, որտեղ են գրել այդ կոմենտները։ Արի կարդանք, հետաքրքիր է։ Գնաց, ես քեզ առաջարկում եմ ջուր խմենք, թարմանանք եւ շարունակենք։ Եկավ մեր ջուրը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Գազով ջրի սիրահար ես։ Սիրում եմ, այո, կարծում եմ շատ օգտակար է։ Համը լավն է։ Այո։ Սա շշալցված ջուր չէ, սա ֆենոմենը դրանում է կայանում, այլ միանգամից ծորակից եկող ջուր է, որը արտադրել է Grohen, Grohen գերմանական բրենդ է եւ Հայաստանում ներկայացնում է United Technical Service ընկերությունը։ Ի դեպ արդեն ամանորյա զեղչեր են եւ հատուկ առաջարկներ է գործում, ովքեր ցանկանում են հատկապես խոհանոցային պարագաներ ձեռք բերեն, օրինակ ծորակ, լվացարան, անվճար տեղադրում կլինի իրենց կողմից։ Իսկ Grohe Blue-ն անմիջապես դե ասացի, ծորակից տալիս է սառեցված, ֆիլտրված, տաք եւ սառը գազավորված եւ թույլ գազավորված ջուր, իսկ Grohe Red համակարգը միանգամից եռացրած ջուր, որ կարող են միանգամից օրինակ պաստա պատրաստել։ Ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գույք, սանտեխնիկա, կարող են այցելել Դավիթ Անհախտինը եւ ձեռք բերել։ Հայաստանում միակ ու առաջին Grohe առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Ժաննա Ritual Beauty Salon-ի կողմից քեզ նվեր ունենք։ Շնորհակալ եմ։ Նվեր քարտ կա ներսում։
Ուրեմն ռիտուալը շատ բարձրաճաշակ, արդեն կարող ենք իր փաթեթից կռահել, սրահ է, եւ այնտեղ բացառապես բարձրակարգ նյութերով են աշխատում, մասնագետներն էլ ոլորտի լավագույններից են։ Ես վստահ եմ, մեկ անգամ օգտվելուց հետո դու կդառնաս նրանց հավատարիմ հաճախորդը, այնտեղ ինտերիերից սկսած ամեն ինչ էսթետիկ է եւ վստահ եմ դու շատ հավանելու ես։ Շնորհակալ եմ շատ։ Ես վստահ եմ ընկերների հետ շատ ժամանակ եք անցկացնում դրսում, հատկապես համեղ սննդի կետերում։ Ես առաջարկում եմ, որ եթե մի օր որոշեք ընտանիքով կամ ընկերներով լավ ժամանակ անցկացնել, այցելեք մեր գործընկերոջ մոտ Պաուլաներ գարեջրատների ցանց, այնտեղ եւ համեղ կսնվեք, եւ համեղ գարեջրեր կըմպեք, եթե սիրում եք իհարկե գարեջուր։ Սիրում ես։ Այո։ Ծովամթերքներ։ Այո։ Այնտեղ ֆանտաստիկ ծովամթերքի տեսականի կա, կարող եք այցելել այնտեղ։ Իդեպ ամանորին ընդառաջ ուզում եմ տեղեկացնել, որ կարող են կորպորատիվները կազմակերպել Տերյան մասնաճյուղում, որը բավականին ընդարձակ տարածք ունի։ Նաև ամանորին ընդառաջ ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին DJ կա, որ լրիվ ուրիշ մթնոլորտ է ապահովում։ Նաև ուզում եմ քեզ ծանոթացնել մեդիա ասոցիացիա ընկերության հետ, որը զբաղվում է PR-ով, մարքեթինգով, ֆիլմ արտադրությամբ, պրոֆեսիոնալ վիդեո արտադրությամբ եւ շատ բրենդներ արդեն օգտվում են հենց մեդիա ասոցիացիայից եւ եթե ցանկանում ես դու կամ մեր հետևորդները, որպեսզի ունենան լավ վիդեո նկարահանում, ֆիլմ արտադրություն եւ ինչու՞ չէ բիզնեսի առաջ խաղացում, կարող եք դիմել մեդիա ասոցիացիա ընկերությանը։ Մեդիա ասոցիացիա։ Կարդում եմ ես պատասխանում ես, թե ուղարկեմ քեզ դու էլ կարդաս։ Չէ, կարդա դու, որ սյուրպրիզ լինի։ Ուղղակի մի բան կասեի, դուք շատ եք անդրադառնում քաղաքականությանը, բայց շատ գրեհիկ ու անքաղաքավարի։ Կարող եք կարծիք հայտնել, բայց իբրև դերասան։ Սա խառնագրած, բայց լինելով դերասան իբրև, պետք չի ցույց տալ անտակտ արտահայտություններ, շատ տգեղ է նայվում։ Հասկանալի է։ Այո, եղել են պահեր, երբ ես շատ էմոցիոնալ եմ արտահայտվել, որովհետև բաներ կան, երբ հարցը հասնում է դրանց, որոնցից է նաև հայրենիքը, դու չես կարող կառավարել եւ այդ պահին ասել, որ ես քաղաքական գործիչ չեմ։ Այո, նրանք պիտի կառավարեն իրենց էմոցիաները, ինչը հաճախ չեն անում։ Եվ այդ մարդը ուղղակի իսկապես անգրագետ կոմենտ է, որովհետև սովորական քաղաքացին կարող է լինել էմոցիոնալ, որովհետև դա չգիտի ինչ է կատարվում, պանիկայի մեջ է, նրա համար նոր իրավիճակ է եւ յուրաքանչյուրը ով ցավում է, փորձում է ինչ-որ բան անել։ Այո, այն մարդիկ միգուցե այն մարդիկ, ովքեր իրենց պահել են ավելի նեյտրալ, այդ պահին եղել են ավելի ճիշտ, բայց դա նրանց մասին լավ բան չի խոսում։ Երևի հասկացան բոլորը։ Հիմա մի տղամարդ էլ ասում է, լավ, եկեք մի ամուսնացեք, բա հետո, մինչև երբ։ Այդ կոմենտը միայն ինձ հետ կապված չէ, ուրիշ աղջիկների հետ կապված է, դե ամուսնացի կամ ավելի լավ է ամուսնացի, քան սրանով զբաղվի։ Ես այս դարում ուղղակի զարմանում եմ, որ այդպիսի մթության մեջ ապրող մարդիկ կան, որտեղ յուրաքանչյուրի կյանքը իր ընտրությունն է, կամ մեկի մասին շատ գրեհիկ բան էին գրել, ինչու օրինակ երեխա չես ունենում։ Առհասարակ մարդկանց այդպիսի հարցեր տալը դա չի կարելի։ Ուղղակի եթե նուրբ ասեմ հիմա հետո չստացվի շատ բան արտահայտվեցի, մի հատ կետ կա, որից դու պիտի չանցնես։ Նախ դա մարդու ընտրությունն է եւ երկրորդը կարող է դա մարդու խնդիրն է։ Այդ տեղեր կա, որ պետք է քաղաքավարությունից հեռու, դասերակցությունից հեռու, նման բաներից հեռու մարդիկ կարծում եմ ամենաակտիվն են։ Այդ պատճառով վատ կոմենտները ավելի շատ են, թեպետ լավերը եւս կան։ Հիմա ասում են, շատ լավն է, բայց դե մի տեսակ չսիրեցի, չգիտեմ ինչի։ Իդեպ այս կոմենտից այնքան շատ կա։ Հա։ Կարող են չսիրել, բայց չեն կարող մարդուն սիրել բոլորը։ Չեն կարող։ Դա նորմալ չի, որ սիրեն։ Այստեղ ասում են, որ դուք ինչ շատ եք դուր գալիս։ Ուզում եմ երջանիկ լինեք անձնական կյանքում։ Շնորհակալ եմ շատ։ Հստակ դաշտը նշել են որտեղ, բայց դերասանական ոլորտում ոչ որ։ Երևի համարում են, որ այնտեղ ինչ որ բաց կա։ Ինչ սխալ ես մտածում, որ ամուսնանում ես ու կյանքդ վերջանում է։ Նույնն է, ավելի լավն է կյանքը դառնում, կարող ես ունենալ սիրած անձնավորություն եւ կյանքդ հիանալի անցնի։
Իհարկե, սերը առհասարակ լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու կյանքում, եւ բայց դա չես կարող ստիպել։ Դա մտածելով չի, դու եթե նույնիսկ մտածես, որ կտրականապես ես չեմ ուզում, եթե դա գալու է եւ դու դա ընդունելու ես, որովհետեւ դա քոնն է։ Բայց սխալ ես մտածում։ Բայց ինչ որ շրջան մտածել ես, որ ամուսնանում են կյանքը վերջ դադարում է։ Ես նաև երևի արտահայտվել եմ այդպես, այո, երբ որ փոքր էի, այդպես էի մտածում եւ սարսափում էի եւ կարծում էի դա ինձ կխանգարի կյանքում շատ բաներ անել։ Բայց այն մարդը, եթե իսկապես քոնն է եւ դա իսկապես սեր է, դա միմիայն իրար օգնում եք հասնել լավ բաների։ Հիանալի։ Եվ մի հատ բան մեջ բերում անեմ, որ պատկերացնես իսկապես ես օրինակի վրա պատկերացնես ոնց են վերաբերվում, մի անգամ փողոցում այդ հոդվածների շրջանում ասին ամուսնացել է շնորհավոր, ասեցի որ մեկը։ Այդքան թեթև են վերաբերվում այդ ամեն ինչին։ Շուրթերը ջպտում են, բայց աչքերդ ոչ։ Դա մի փոքր դեպրեսիվ վիճակների մեջ լինելուց է։ Իմ հետ էլ է պատահել։ Ով կասի Ժաննայի ծնունդը երբ է։ Շատ խառը կոմենտ է։ Այս բաներից ուրախանում եմ։ Ես շատ եմ ուրախանում, երբ որ մարդիկ ինչ որ փորձում են ավելի խորապես քեզ տեսնել։ Ես նաև հենց այդպես ծանոթացել եմ դերասանուհի Լիանա Վանոյանի հետ։ Նա իմ ընկերներից մեկին ասել էր աչքերը շատ տխուր է, ուզում եմ խոսել իր հետ։ Եվ մենք այդպես ծանոթացանք եւ շատ լավ հուշեր միասին ունեցանք։ Ես ուրախանում եմ, երբ որ մարդիկ ինձ չէ, առհասարակ դիմացինին փորձում են տեսնել խորքային ավելի։ Հա, որովհետեւ հաճախ այլ բաներով են դատում եւ չեն նկատում, որ մարդը միգուցե վատ վիճակում է, մի հատ էլ ավելի վատ են վարվում այդ մարդու հետ եւ կրկնապատկում։ Իսկ այն մարդով դա տեսնում է շատ նրբանկատ է։ Իսկ ծնունդդ չես ուզում նշել երբ է, որ մեր հետևորդի իմանա։ Հոկտեմբերի 14-ին։ Մինչև մի հատ նախադասություն է կազմում, շունչներս կտրվում է։ Իմ շունչները կտրվում մեկ-մեկ։ Ես չեմ ասում իմ մտքերի հետևից։ Ժաննա, անցնում ենք մեր բլիցին։ Ես կազմել եմ հարցեր եւ պետք է խնդրեմ դու արագ-արագ այդ հարցերին պատասխանես։ Լավ։ Պատրաստ ես։ Այո։ Որպես դերասանուհի հայկական ֆիլմերի, սերիալներին ենք անդրադառնում։ Հայկական ֆիլմ, որ սիրով վերանայում ես։ Տխուր է, բայց Խնձորի այգին։ Բայց շատ կան, օրինակ Հարսնացուն հյուսիսից։ Սարոյան եղբայրները եւ ամեն անգամ նորովի եմ նայում։ Շատ են սիրում եմ մեր հայկական ֆիլմերը։ Հայկական ֆիլմ, որի վերջաբանը կփոխեիր։ Երևի էլի նույն Խնձորի այգու, չէ՞ ուզի այդքան տրագիկ վերջանար։ Ես է գիքորը։ Շատ են մեզ մոտ ողբերգությունները ու ողբերգությունների սիրահարները։ Նեհա։ Դերասանուհի Հայաստանում, որի հետ միշտ սիրով ես նկարահանվում։ Ես սիրում եմ իմ խաղանկերներին, Լուիզան Ներսիսյան։ Լուիզային շատ եմ սիրում, թե որպես մարդ, թե որպես պարտնյոր, հրաշալի խաղանկերուհի է եւ միշտ ուշադիր նայում է, որպեսզի դու էլ լավ անես։ Դու էլ լավ երևաս, դու էլ քո մաքսիմումը անես։ Հայկական սերիալներում կավելացնեիր հումորը, թե դրաման։ Հումորը շատ է, շատ են հիմա հումորի վրա շեշտը դնում, հումորային։ Ես մելոդրաման կավելացնեի, գեղեցիկ մելոդրամաներ չունենք։ Գեղեցիկ խորը սիրային պատմություններ չունենք։ Շատ մակերեսային է, ինչ որ հասարակության մեջ ընդունված, ինչ որ մակերեսային երևույթների վրա հիմնված։ Կուզեի խորը մելոդրամաներ լինեին։ Դեր որ կերտել ես ու մինչև հիմա քեզ այդ դերով են հիշում։ Դժվար ապրուսյուս կա։ Հայկական սերիալ, որ քո կարծիքով ավելի երկար ձգվեց, քան պետք էր։ Ստվում է նույն սերիալի անունը պետք է տասը։ Մերը երևի, այո։ Հայկական ֆիլմ, որ առաջին անգամ դիտել ես ու լացել ես։ Եթե հայկականա համարվում Մայրիկը։ Եղերնի թեմատիկայով։ Սերիալ, որը կուզեիր նայել առաջին անգամ նորից։ Ամբողջ աշխարհի։ Молодой папа Ջուդլոյի մասնակցությամբ, որովհետև շատ եմ վայելել այդ սերիալը եւ մինչեւ հիմա տպավորված եմ, թեպետ արդեն 4 թե 5 տարի է անցել, որ դիտել եմ, բայց կուզեի նորից նայել ու կնայեմ։ Ուրեմն հայկական սերիալ, որի անունը լսելուց դու արդեն հասկանում ես, որ դա դրամա է։ Դրամա։ Անկամ անունն է էլի հուշում։
Դժվար ապրոստ։ Որը կոտրված երջանք, չգիտեմ, թե այդ հումոր է։ Կոտրված սիրտը, նույն սերիալ կար, չէ, բայց հայկական չէր։ Որ հուշում է, բոլորին է հուշում են։ Դժբախտ երջանկություն։ Երջանկությունը բտերի դժբախտ։ Բոլորը այդպիսի տենց ինչ որ ֆրազաներ են, չէ։ Դժբախտ երջանկություն, դժվար ապրոստ։ Դրանք։ Հայկական սերիալ, որ թերհավատորեն է սկսել նայել, բայց մինչև վերջ նայել ես։ Թեր հավատարեն չի ասի, բայց հիմա կինոդարանը ստեղծել է սերիալների մի ցանկ, Այո։ որոնք փոխում են Պատկերացումները եւ պատկերացումը սերիալների մասին։ Ահա։ Եվ դա եղել է կինոդարանի 11-ը եւ 84-ի ամառը։ Այդ երկու սերիալները իսկապես հեղափոխական են, կարող եմ ասել, եւ մեծ հաճույքով եմ դիտել։ Ուրեմն հայկական ֆիլմ, որ քեզ համար շատ լավն է, բայց իրականում շատ քիչ է խոսվում այդ ֆիլմի մասին։ Այո։ Շահբազյան Արամի Չնչիկը։ Շատ մարդիկ նույնիսկ չգիտեն, որովհետեւ այստեղ շատ խոսալը եւ հայտնիությունը եւ տարածվածությունը ոչինչ չի նշանակում։ Այդ այնց շատ կտրուկ ու ուղիղ ոչինչ չի նշանակում։ Այդ sold out-ները ոչինչ չեն նշանակում, որովհետեւ կան շատ ու շատ լավ ապրանքներ, որոնց մասին շատերը տեղյակ չեն։ Այդ էլ նույն այդ հեռուստադիտողի եւ ընթերցողի քչով բավարարվելու պատճառով։ Վերջերս էլ ես իմ համար հայտնաբերել եմ Հրդեհ ֆիլմը, Մհեր Մկրտչյանն է գլխավոր դերասանը, եւ իսկապես իմ համար գլուխգործոց էր ֆիլմը, բայց շատ քիչ տարածված։ Հաջորդը հայկական ֆիլմ, որի երաժշտությունը գլխիցդ դուրս չի գալիս։ Շատ եմ սիրում Խաչագողի հիշատակարանը, Հայկոյի եւ Սպանված աղավնին։ Եվ վերջում ինչ կասես այն մարդկանց, որ ասում են հայկական սերիալներ չենք դիտում։ Շարունակեք։ Նայած, ես կասեմ, որ չընդհանրացնեն։ Չընդհանրացնեն։ Շատ լավ, շատ անկեղծ է։ Մեկ որ փոքր երեխաներ օրինակ ինձ չեն ճանաչում, ասում եմ շատ ուրախ եմ, որ չես ճանաչում։ Շատ ուրախ եմ, որովհետև քո տարիքին համապատասխան ու ճիշտ բաներ ես նայում, որը քեզ ճիշտ կձևավորի։ Այո, բայց պետք չի ուղղակի յուրաքանչյուրը հարցում կլինի մարդը, կլինի ոչ պրոֆեսիոնալ դերասանը, կլինի սերիալը ընդհանրացնել։ Պետք է արդար գնահատական տալ, այսինքն սերիալի մեջ կա եւ վատը եւ շատ վատը, եւ լավը եւ արդեն շատ լավերը կան։ Ժաննա, շատ շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար, շատ հաճելի զրույց ունեցանք, չգիտեմ, ըստ քեզ հաճելի էր ինձ հետ զրույց ունենալը, թե չէ։ Շատ հաճելի էր, առհասարակ ես սիրով եմ եկել, քանի որ դիտել էի թողարկումները, այո, եւ չհիասթափվեցի։ Շնորհակալություն շատ, եւ հուսով եմ, որ մենք այլ նախագծերի շրջանակներում անպայման կհանդիպենք եւ շատ լավ, ավելի լավ զրույցներ կունենանք։ Ես էլ եմ շնորհակալ, այսքան սպասելը իզուր չէր, երևի հենց այս պահին պիտի գայի եւ որպես ամփոփում առհասարակ կյանքի համար էլ խորհուրդ։ Յուրաքանչյուր բան լինում է ճիշտ պահին, միշտապեք, սպասեք, որպեսզի այդ պահը հասունանա, յուրաքանչյուր ուտեստ ունի եփվելու իր ժամկետ, այսինքն դու չես կարող 15 րոպեում պատրաստել ստեյք չէ լավ։ Լազանյա, չես կարող պատրաստել։ Սպասեք, ամեն ինչ իր ժամանակին է։ Շնորհակալություն։ Եվ վերջում ես էլ ուզում շնորհակալություն հայտնել Չերզեյմին այս հարմարավետ սիրուն բուբուշ աթոռների համար։ Ճիշտ է, հարմար էր, չզգացի որ նստացել։ Շնորհակալություն շատ։ Գրոհե կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։